Աստված է ստեղծել մեզ եւ Աստված է օրենքները թելադրում եկեղեցու միջոցով։ Սուրբ Ծնունդին նախորդել է 50 օրվա պահքը։ Պահք պահենք սրանով լինել լավ օրինակ, գեղեցիկ օրինակ լինելով սրա։ Այս օրերի քայլը լինի քայլ դեպի Սուրբ Ծնունդ։ Ինչու է կարևոր, որ պահքով պատրաստ։ Պահքը ինքնամաքրումն է, հունվարի 6-ին մենք կանգնած ենք մեր Տիրոջ մսուրի առաջ։ Այս զանգերը հնչում են կանչելով եկեղեցի։ Ուղղակի եկեք եկեղեցի եւ մասնակցեք նռորնեքի կարգին, նուրը խորհրդանշաբար օրհնվում է եւ բաժանվում հավատացյալներին։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, շուտով ամփոփելու ենք տարին, դիմավորելու նորը ու շատ լավ առիթ է խոսելու համար, թե ինչպես ճիշտ պատրաստվենք դիմավորելու նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Իհարկե, ամեն մի նոր տարում մարդ երևի թե եւս մեկ առիթ է կշռադատելու, հա, ծանոթ անելու իր անցյալ տարին եւ ոչ միայն անցյալ տարին, այլ անցյալ ժամանակ ընդհանրապես եւ իր ապագա մարտահրավերները եւ իր պլանները, բայց լավ կլիներ, որպեսզի այս ծանոթ եւ ապագայի մասին մտածումները ունենային իրենց չափորոշիչները, որի համեմատ որ մենք ուրեմն ծանոթ անենք եւ այդ լավ կլիներ, որ այդ չափորոշիչները լինեին ավելի հոգեվոր եւ ավելի համամարտկային, ոչ թե նեղանձնական։ Այ հետաքրքիր է, շարունակենք այս մասին խոսել, ինչը պետք է կարևորվի։ Մարմինը եւ հոգին մարդու անբաժանելի մասերն են։ Եվ քանի որ մարմինը հողին վերադառնում է, իսկ հոգին հավիտենական է, եւ մեր եկեղեցին եւ եկեղեցու հայրերի մոտ միշտ էլ ավելի գերադասվում է հոգին, քան մարմինը, ուրեմն նախ եւ առաջ մարդը պետք է իր վերաբերմունքը ունենա հոգեվոր։ Եվ երբ որ ասում ենք մենք հոգեվոր վերաբերմունք ունենա, նորից պետք է ունենանք չափորոշիչներ, թե մեր հոգեվոր վերաբերմունքը ինչպիսին պիտի լինի, որովհետև այսօր մարդիկ ասում են ես իմ Աստված, ես իմ խղճի առաջ հանգիստ եմ եւ այլ, բայց եթե մենք ենք ստեղծել Աստծուն, այո, մենք ենք օրենքները թելադրում, բայց Աստված է ստեղծել մեզ եւ Աստված է օրենքները թելադրում եկեղեցու միջոցով, ուրեմն լավ կլինի, որ չափորոշիչները եւ այն ամենը, ինչի վրա որ ուշադրություն դարձնելու լինենք, լինի հոգեվոր եւ այս հոգեվորը թելադրված լինի եկեղեցու կողմից։ Տեր Հայր, կարծես թե մենք մի փոքր հեռացել ենք մեր ավանդույթներից, ժամանակին հայերը պահքով էին պատրաստվում դիմավորելու նոր տարին Սուրբ Ծնունդը։ Խոսենք պահքի մասին, ինչու է անհրաժեշտ պահք պահել ամանորին։ Նախ թույլ տվեք նկատել, որ բավականին ռոմանտիկ եք, ինչու, որովհետև ասում եք մի փոքր հեռացել են։ Հաշվի առնենք, որ հայոց նոր տարին եղել է նավասարդ ամսին, որը որ գալիս է օգոստոսի 11 կամ հուլիս ամսավերջ։ Հաշվի առնենք, որ այսօրվա նոր տարին իր մեջ ոչ մի հոգևոր հենք չունի, ուղղակի ինչ-որ մի ժամանակ Հուլիոս Կեսարը Հռոմում որոշեց, որ վարչական տարվա սկիզբը պետք է լինի հունվարի 1-ը եւ մեծ պետությունները, որոնց հետ փոքր պետությունները հաղորդակցության քաղաքական եւ առևտրային հաղորդակցության մեջ էին, իրենք էլ ուզած սրան պետք է հարմարվեն եւ որպես վարչական տնտեսական տարվա սկիզբ եղավ հունվարի 1-ը եւ հունվարի 1-ը մտավ ժողովրդի մեջ որպես նոր տարի։ Ամեն պետություն իր նոր տարին է ունեցել կապված կամ բերքահավաքի հետ կամ բնության ծնունդի հետ, այսի որպեսզի մենք պատկերացում կազմենք, թե այդ մի փոքր հեռանալը ինչքան փոքր է, չէ՞։ Իսկ առհասարակ քրիստոնեության մեջ, քանի որ մենք պատրաստվում ենք Սուրբ Ծնունդին, մանավանդ վանական համակարգերում եւ մանավանդ եկեղեցում ավելի եկեղեցացած ուրեմն մարդկանց, հա, քրիստոնյաների մոտ Սուրբ Ծնունդին նախորդել է 50 օրվա պահքը։ 50 օրվա պահքը, որը որ հոգևոր, մանավանդ հոգևոր կամ նախ եւ առաջ հոգևոր պատրաստություն է Սուրբ Ծնունդի այս ցնծությանը, ուրախությանը դիմավորելու։ Նաեւ ինչ որ մի առումով մեղքերի քավության, հա, ապաշխարության նաեւ շրջան եմ եւ ապաշխարած եւ այլևս մաքրված մոտենալու այն նոր իրականությանը, որը եղավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսով, նրա ծնունդով,
եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծնունդը մարդկության համար մի նոր սկիզբ էր։ Տերեր, ինչպես համադրենք ամանորը եւ Պասխը, եթե այսօր էլ փորձենք։ Մարդը պետք է ունենա բնավորության պնդություն եւ այսօր վատ չի լինի, եթե մենք ուղակի Պասխ պահենք։ Ուղակի Պասխ պահենք սրանով լինել լավ օրինակ, գեղեցիկ օրինակ լինելով սրան։ Գիտեք, ոչ թե մեր տանը բան չունենանք, որ մեր հյուրեր պիտի գան։ Մենք հյուրերին պիտի հյուրասիրենք, բայց մի կողմից երեսով չպիտի տանք, որտեղ ես Պասխ եմ պահում, դու Պասխ չես պահում, որովհետև հյուրը չի եկել, որ երեսով տաս, այլ հյուրը եկել է, որպեսզի պատվես։ Եվ մյուս կողմից էլ փորձենք գտնել այն ոսկե միջինը, որով որ մենք մեր հյուրին կարողանանք գեղեցկորեն ներկայացնել։ Եկեք ուղղակի խոստովանենք, որ այսօր ամեն երկրորդ եւ ոչ թե եթե չասենք 70-80% մեր հայ ժողովուրդը ում է խոսացնես, բոլորը հոգնել են նոր տարվա այդ ծախսերից, նոր տարվա այդ խնջույքներից եւ այլ եւ սա թերևս իհարկե այսպես պիտի լինի, որովհետեւ այն ինչը որ ունի իր մեջ հոգեվոր հենք ուշ թե շուտ պետք է վերանա։ Սրա համար մենք տեսնում ենք, որ այլևս նոր տարին չեն տոնում 14 օր կամ չգիտեմ 13 օր, այլ տոնում են ընդամենը առաջի 2-3 օրերը։ Լավ օրինակ լինենք եւ եթե մենք ինքներս խոստովանում ենք, ամեն մի հանդիպած մարդ խոստովանում է, որ հոգնել է այդ ձևականությունից կամ այդ պարտադրանքից, նույն կերակուրը 7 օր տաքացնելուց եւ այլն, ուրեմն ինչու չարտահայտենք հոգեվոր կամք եւ նաեւ վստահաբար կլինենք մենք բարի օրինակ։ Իհարկե այս կամքը եւ այս դաստիարակությունը այս դաստիարակության եւ կամքի մեջ մեծ իր ներդիրը ունի այսօր ԶԼՄ-ները, այսպես ասենք պետական քարոզչական մեքենան, որը որ կարող է շատ գեղեցիկ այս ամենը ժողովրդին հետ բերել այն գեղեցիկ ավանդությանը, որը որ մենք ունեցել ենք, պատրաստություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծննդյանը։ Տերեր, նշանակում է, որ ուրախանալ չի նշանակում շատ ճոխ սեղան գցել, անվերջ կենացներ ասել, արփել։ Դե ամեն ինչ քրիստոնեության մեջ պետք է լինի իր սահմանում, բաներ կան, որ սահմանը ընդհանրապես բացառելն է դա, բաներ կան, որոնց սահմանը պատշաճությունն է, հա, եւ վստահաբար ուրախության ասում է ոչ թե կերակուրի համը նրա ինչ կերակուր լինելու մեջ չէ, այլ մարդու քաղցածության մեջ է։ Եվ սեղանի գեղեցկությունը ոչ թե նրա ճոխության մեջ է, այլ թե ովքեր են նստած սեղանի շուրջ եւ մանավանդ ինչպես են վերկենում այդ սեղանից, ինչպես որ մեր մեծանուն հայ երգահան Շարլ Ազնավուրն էր ասում, հա, պատրաստ եղիր վերկենալ այն սեղանից, որտեղ այլևս սեր չի մատուցվում։ Այսինքն ամենակարևորը սերն է, ոչ թե։ Բոլոր առումով ամենակարևորը սերն է, ամենակարևորը այն գեղեցիկ հոգևոր նաև միջավայրն է, որը որ թեևս առիթ է մեկս մեկի տուն հարազատները գնալու։ Ինչպես որ սովորություն ունենք մենք մեր ժողովուրդը ասելու, երբել որ հարազատներով հավաքվում ենք ծնունդ նոր տարի։ Այսինքն դեռ ստացվում է, որ Պասխը եւ ամանորը չեն կարող միմյանց խանգարել։ Միանշանակ չեն կարող եւ իհարկե ուտելիքի հետ կապված չի, թե մարդուն ուրախությամբ դիմավորեցիր, թե ուրախությամբ չդիմավորեցիր։ Ուրիշ բան է, եթե քու հյուրի հանդեպ այնքան տխուր ես, որ ինքը եկել է, որ պետք է մի լավ հարբես, որ հյուրիդ ներկայությունը ուրախությամբ դիմավորես, սա արդեն ուրիշ խնդիր է, բայց այդ ամենի հետ բնականաբար կապ չունի, ոչ հագուստն է, հայո հագուստը մարդուն ներկայացնում է, բայց հագուստով կամ ուտելիքով կամ սեղանի ճոխությամբ չէ պայմանավորված, թե ես իմ հյուրին պատվում եմ, թե չէ, ուրեմն պարզ օրինակ հա տեսնենք աղքատ կնոջ Երկուլուման, որ ինքը գցեց գանձանակը եւ մեր Տերը ուշադրության դարձրեց, որ ոչ թե շատի եւ քչի մեջ է, այլ սրտի, թե ինչ սրտով է ինքը տալիս։
սրտի լիության մեջ է, թե ինչ սրտով ես դու դա առաջարկում։ Եվ վերջո եկեք նաև մտածենք մեր հարազատների մասին։ Այսօր ցավոք սրտի մենք ունենք հայրենակիցներ, հարազատներ, որոնց համար այդ ծախսը շատ մոտավորապես իրենց ուժերից վեր է։ Իրենք ունեն այլ ծախսեր կապված առօրյա կենցաղի հետ, կապված իրենց առողջության հետ։ Եվ ամեն մեկը այդ ծախսը անում է իր չափով, բայց դա նաև լինում է մարդու համար ավելորդ բեռ։ Այս մեր ավելի բարդացած, ավելի թանկացած իրականության մեջ։ Տերեր, ամփոփելով ձեր այս խոսքը, ինչպես ամանորյա Երուսաղեմ իրական երջանկություն գտնենք։ Եկեք ամանորյա Երուսաղեմը մի քիչ առաջ անցնենք եւ թող մեր քայլը, այս օրերի քայլը լինի քայլ դեպի Սուրբ Ծնունդ։ Եկեղեցում բազմիցս կրկնել եմ եւ կկրկնեմ, եկեղեցում բոլոր օրերը տարբեր են։ Եկեղեցում բոլոր օրերը իրենց գույնը եւ իրենց համը եւ իրենց հոտ ունեն եւ չես կարող երբեք նույն օրը եկեղեցում երկու անգամ ապրես։ Եվ ինչպես մեր քաղաքացիական օրերը մեզ կերտում են, այդպես էլ եկեղեցական օրերն են մեզ ձևավորում եւ կերտում։ Ուրեմն այս Երուսաղեմից պետք է կարողանանք մենք կամք ունենալ, նորից եմ ասում, կամք ունենալ հանրության այս ընթացքի հետ, չգնալու, այլ ուղղակի այն ինչը որ ինձ համար է լավ, գուցե եւ մնացածի համար վատ է, կամ ինձ համար լավ է, ես ունենամ այս կամքը այդ լավը գործածելու եւ մանավանդ նորից պիտի ասեմ, գալ եկեղեցի եւ եկեղեցու հետ ապրելու։ Եկեղեցու հետ ապրելու այն իրական իմաստավորված նոր տարուն ընթառաջ, որը որ եղավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Եկեղեցի գալը եւ եկեղեցու կյանքով ապրելը միայն հոգևորականների կամ եկեղեցի եկող հավատացյալների համար չէ։ Նրանք, ովքեր որ գիտակցում են, չեն գիտակցում, ընդունում են, չեն ընդունում, իրենց Աստվածն ունեն, ոչ թե մեր Աստծուն են հավատում, բոլորս նույն Աստծո ստեղծագործություն են եւ բոլորս ունենք հոգի եւ հոգեվոր կյանք պիտի ապրենք։ Եկեք գնանք Սուրբ Ծնունդին ընթառաջ։ Եվ ոչ թե, չգիտեմ, մարդկայնորեն մանավանդ, եթե իր վաղ պատմության մեջ նայենք ինչ որ հռոմեական Աստծո նվիրված ամսվա սկիզբը տոնելու համար։ Եվ ինչու է կարևոր որ պահքով պատրաստվենք Սուրբ Ծնունդին։ Ինչու է կարևոր որ պահքով պատրաստ։ Պահքը ինքը հոգևոր պատրաստություն է Աստծո առջև կանգնելու։ Պահքը ինքնանպատակ չէ եւ պահքի նպատակն Աստված է։ Պահքը ինքնամաքրումն է, ապաշխարությամբ եւ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, իմ մարմինը նեղելով իմ հոգին եմ զորացնում, Պահքը դա մի ճանապարհ է ազատվելու որկորից, ուտելու կապվածությունից, ազատագրվելու մարմնի ցանկություններից եւ ինչքան ազատագրվենք մարմնի ցանկությունից, այնքան մեր հոգեվորը պիտի աճի։ Ուրեմն այս պահքի նպատակը հոգեվոր այդ աճով հնարավորինս մարդկային տկար կարողությունների սահմանում հնարավորինս ընդգրկելու եւ հնարավորինս մասնակից լինելու Սուրբ Ծնունդին։ Երբ որ մենք ուշադրություն դարձնենք շարականներին, շարականներն ասում են այսօր, չեն ասում 2000 տարի առաջ, ասում են այսօր Բերտերը ծնվեց։ Եւ եթե մենք դուրս են գալի մարմնական, լուսնային եւ արևի հետ պայմանավորված ժամանակից, մտնում ենք հոգեվոր, մենք տեսնում ենք հոգեվոր կյանքում ամեն ինչ այսօր է։ Եվ դրա համար մեր շարականագիրներն ասում են այսօր, այսինքն հունվարի 6-ին մենք կանգնած ենք մեր Տիրոջ մսուրի առաջ։ Ինքը ծնվում է եւ դա ոչ թե խոսքեր չեն, այլ հոգեվոր իրականություն։ Եվ այս հոգեվոր իրականությունը պիտի գա եւ պիտի անցնի։ Ինչքանով մենք մասնակից եղանք, ինչքանով մենք առանք, արդեն դա մեր հոգեվոր շահն է։ Իսկ մարդը այս կամ այն չափով միշտ էլ իր շահն է փնտրում։ Ինչքան որ հոգեվոր շահ ես փնտրում, այդքան հոգեվոր ես։ Ինչքան մարմնական նյութական շահ ես փնտրում, այդքան նյութական ես։ Տեր, իսկ այն մարդիկ, որոնք այնուամենայնիվ պահք չեն պահելու, ինչպես խորհուրդ կտաք դիմավորել, նախապատրաստվել Սուրբ Ծննդյանը։ Աղոթքով, չափով, սահմանով,
եւ ինչ որ մի բան ավել անելով անցած չեմ ասում անցած տարվա, այլ անցած օրվա, անցած ամսվա, անցած շաբաթվա մեջ ինչ որ մի բան մի քայլ ավել անել, դե լավ, կես քայլ ավել անելով քո ձեռք բերած հոգևոր արժեքների մեջ, ասենք մի աղոթք ավել անելով գոնե, եւ սա դարձնելով կենսակերպ։ Տերեր պիտի խնդրեմ, որ վերջում նաեւ մի փոքրիկ պատգամ հնչեցնեք մինչև ամանոր մեր դիտողների համար, որպեսզի Ինչքան բանը պատգամ էր, Ես մեր հավատացյալներին, մեր դիտողներին, հա, իմ խոսքը միայն մեկն է, սովորություն ունենանք մտահայեցողության եւ մեր Փրկչի ծնունդը ինքը մեծ խորհուրդ է եւ իր մեջ մեծ շնորհներ է պարունակում։ Խոկանք այդ մտահայեցողությամբ այդ ծնունդը փորձենք ոչ թե պատկերացնենք ինչպես է եղել, չէ։ Եղել է այնպես, ինչպես որ ներկայացնում են, այլ ինչ է դա տվել մեզ, ինչպիսին ենք եւ ինչպիսին դարձանք։ Վերջի վերջո խավարի հավիտենական մահվան ենթակա ենք եւ հավիտենական լույսի արժանի լինելու հնարավորությունը ստացանք։ Մահվանից կյանք եկանք, այն մսուրում ծնված փոքրիկ Հիսուսի այդ ծնունդով է չասենք 9-ամսյա ժուժկալությամբ կույսի արգանդում մարդկությունը եւ մեզնից յուրաքանչյուրը մեր կողքին նստած մարդը, այն մարդը, որի հետ մենք վիճել ենք, որին որ ատում ենք, որին որ սիրում ենք, որի մասին որ հոգ ենք տանում, մենք բոլորս դատապարտված ենք ոչ թե մահվան, այլ հավիտենական մահվան։ Մի վիճակ, որը որ կարելի է բնութագրել հավիտենական մահ եւ հավիտենության մեջ։ Եվ Հիսուսով այդ աղքատ Հյուսնի ընտանիքում մարմնացած կատարյալ մարդ դարձած կատարյալ Աստված իրանով եղավ մեզ համար հավիտենական երանությունը, երջանկությունը, հավիտենական կյանքը, որը որ մեկը մեկից ցանկանում ենք։ Այդ նոր տարվա սեղանին այսօր մենք պիտի ասենք առողջություն եւ երկար կյանք։ Աստված մեզ տալիս է հավիտենություն եւ երջանկություն։ Սրա բաժնիկիցը դառնանք։ Եվ ինչպես անցկացնել նոր տարին կամ դիմավորել նոր տարին, որ չնմանվի, հա, մնացածին, ուղղակի գալով եկեղեցի, որովհետև այսօր բոլոր եկեղեցիներում ամանորյա գիշերը թե հնչում են զանգերը եւ զանգերը մենակ չեն հնչում նրա համար, որ կողքի հարևանները լսեն եւ արթնանան, այլ զանգերը հնչում են կանչելով եկեղեցի։ Ուղղակի եկեք եկեղեցի եւ մասնակցեք նռորհնեքի կարգին, նուրը խորհրդանշաբար օրհնվում է եւ բաժանվում հավատացյալներին, աղոթք են անում նոր տարվա սկզբին, այսպես ասենք, վարչական նոր տարվա սկզբին եւ որպես մի համայնք, որպես մի ընտանիք մենք եկեղեցում մեր տանն ենք դիմավորում, այդ եկեք եւ մասնակից եղեք եւ կտեսնեք թե ինչքան է տարբերվում այդ ամեն ինչով։ Եթե նոր տարվա գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեկս մեկի առողջության համար, մենք եկեղեցում նոր տարվա գիշերը նռորհնեքով ոչ թե բաժակ ենք բարձրացնում, այլ այդ առողջություն տվողին ենք աղոթում մեկս մեկի առողջության եւ երջանկության հավիտենական կյանքի համար։ Տերեր պետք է ասեիք եկեք եւ կտեսնեք որն է իրական հոգեվոր ուրախությունը։ Այո, բայց այդ ուրախությունը յուրաքանչյուրի համար անձնական է։ Եկեք եւ տեսեք։ Շնորհակալ եմ։